Այսօր մարտի 30-ն է և գյումրեցիները մասնակցում են Գյումրու արտահերթ ընտրությունների քվեարկությանը։ Բարի լույս հարգելի հեռուստադիտողներ, ես Աստղիկ Խաչատրյանն եմ։ Առավոտյան 8-ից բաց են Գյումրու բոլոր ընտրատեղամասերը, այսօր լրատվականը ձեզ համար կաշխատի արտակարգ ռեժիմով, հրատապկերպով ձեզ փոխանցելու Գյումրու արտահերթ ընտրությունների տեղեկատվությունները և այսպես 111,236 ընտրող ունի Գյումրին, ըստ 2025 թվականի վերջին տվյալների, թիվ 31 ընտրատարածքում գործում են 82 ընտրատեղամասային կենտրոններ։ 188-90 ամեն սարքի հետ այս է, մեկ հատ մասնակետի գործառույթների Հայրուր 11,236 ընտրող ունի Գյումրիին, ըստ 2025 թվականի վերջին տվյալների, թիվ 31 ընտրատարածքում գործում է 82 ընտրատեղամասային կենտրոն։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը նշում է, այսօր սահմանված ժամանակից շուտ են ավարտել ընտրատեղամասերը կահավորելու աշխատանքները։ Մեր նախատեսածից է մի ժամ շուտ ավարտեցինք, բոլոր հանձնաժողովի նախագահները, անդամները գալիս են, ստեղից ստանում են ընտրական փաստաթղթերը, ծրարները, քվեաթերթիկները, ինքնասոսնձվող դրոշմանիչները եւ այլ փաստաթղթեր, արձանագրություններ եւ այլ, որը որ անհրաժեշտ է ընտրությունների համար։ Քվեախցիկները տեսնում եք։ Ուրեմն մենք ամբողջը ցուցակով բաժանում ենք ստացականով բոլորին։ Քվեախցիկներ, քվեատուպեր, անձնույնականացնող տեխնիկական սարքեր եւ այլն ընտրատեղամասերը կահավորվել են, գործընթացին էլ հնարավոր է եղել հետեւել նաեւ ուղիղ եթերում կենտրոնական ընտրական հանձնաժողովի election.am կայքով։ Եթե հանգարց կահավորման այդ խնդիր է լինում, որ կարող է տեսախցիկը ազդի, որ գաղտնիությունը ընտրության, անպայման զանգում են մենք էլ իրենք էլ, որ այդ սենյակի կահավորանքը դիրքը փոխել։ Մինչև առավոտ ժամը 7-ը, մինչև հանձնաժողովի նիստը, ոստիկանները բոլոր 82 տեղամասերում հսկում են և առավոտյան ամեն տեղամասի հսկող ոստիկանները հանձնում են տեղամասային հանձնաժողովի նախագահին։ Ընտրատեղամասերը կհսկեն ոստիկանական խմբերը մինչև ընտրական գործընթացի ավարտը։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Մարտի 29-ին 16:20-ի դրությամբ խախտումների մասին ահազանգ չեն ստացել 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում, բայց նախորդող օրերին որոշ խախտումներ արձանագրվել են քարոզարշավի ընթացքում։ Դրանք արագ վերացվել են, այս մասին նշել է թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը։ Գյումրու արտահերթ թիմ ընտրություններին ընդառաջ քարոզարշավը մեկնարկեց մարտի 15-ին եւ այն շարունակվեց մինչեւ մարտի 28-ը։ Նշենք, որ քարոզարշավը բավականին բուռն ընթացք ուներ, քանի որ հնչեցին փոխադարձ մեղադրանքներ, ակնկահարույց արտահայտություններ, ինչպես նաեւ եղան ձերբակալություններ։ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի Գյումրու ղեկը ստանձնելու համար պայքարում են 9 քաղաքական ուժ, 3 դաշինք եւ 6 կուսակցություն։ Ավագանու թեկնածուների ամենամեծ ցուցակը 98, իսկ ամենափոքրը 23 հոգուց է բաղկացած։ Կեսգիշերին Գյումրիում մեկնարկեց լռության օրը։ Մինչև մարտի 30-ը ժամը 20:00-ն արգելվում է քարոզչության ցանկացած միջոց։ Այսօր լռության, իսկ վաղն արդեն ընտրության օր է։ Իսկ ինչպիսի քաղաքապետ է ուզում տեսնել գյումրեցին։ Խելքը գլխում, բայց չկա միջները խելքը գլխում մարդ։ Որ խելաց է, տողդորեն դեր։ Քաղաքը սիրող, ընդհանրապես սիրել գիտեցող քաղաքապետ։ Սրդացավ քաղաքապետ։ Մասնակցելու եք դուք ընտրությանը։ Անպայման։ Այ ինչ միտումով եք գնում ընտրությանը։ Հավատալով թեպի լավ ապագան։ Հոգատար սրդացավ բնականաբար քաղաքի մասին մտածով։ Մարտի 29-ին 16:20 ընտրությամբ խախտումների մասին ահազանգ չեն ստացել 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում, բայց նախորդող քարոզի օրերին որոշ խախտումներ արձանագրվել են, դրանք արագ վերացվել են, նշում է Տիգրան Ղազարյանը։ Խախտումներ եղել են չնախատեսված տեղերում պաստառների փակցման, բոլոր դեպքերով, որ մի քանի անգամ գրություն ենք ուղարկել համայնքապետարան, որ վերացնեն խախտումները, մեծամասնության դեպքերում խախտումները վերացված են շատ օպերատիվ ձևով, երեկ եմ ես պատասխան է դիտորդական առաքելությունների, որ իրենց արդեն իսկ իրենց մեր դիմումը ստալվալու պահին արդեն մենք տեսել էինք, դա վերացվել էր։ Գյումրիում էր նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը,
Վահագն Հովակիմյանը քաղաքում նկատել է, որ չնայած մեծ պաստառների համար հատկացվել են սահմանված տեղեր, բայց քաղաքական ուժերի պաստառները փակցված են նաև սյուներին։ Սյունի վրա պաստառ կպցնելը, հասկանում եք, կարելի է, սրանց կարող է ասենք, չգիտեմ, 7-10 տարի առաջ դա ինչ որ գոնե ճանաչելիության խնդիր լուծել։ Բայց այսօր այդ պաստառը իմ ընկալմամբ կարող է նույնիսկ վատ ազդեցություն ունենա, որտեղ այդ նույն թաղամասի բնակիչը, որտեղ հետո այդ պաստառը որ մնաց այդտեղ, այդ նույն թաղամասի բնակիչը ինքը ընկալելու է որպես բան։ Ոնց որ իր միջավայրը աղավաղով։ Պատասխանատուների խոսքով Տիմ օրենսգրքին համաձայն կան նորմեր, որոնք չպետք է խախտվեն նաև բուն քվեարկության օրը։ Ընդրական օրենսգրքով, սահմանադրական օրենքով ասում է, որ քարոզչական պաստառները չի կարող փակցված լինի տեղամասային հանձնաժողովներից 50 մետր հեռավորության վրա քարոզչական պաստառ չի կարող լինել։ Բացի իրավապահ մարմիններից, ԶԼՄ ներկայացուցիչներից եւ դիտորդներից քվեարկությունը հասանելի է առցանց տարբերակով, նշում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Բոլորը պիտի հիշեն, որ տեղամասը on-line հսկողության տակ է։ Այսինքն, ով որ տեղամասում կանի օրինախախտում, եթե նույնիսկ այդ պահին էլ չկա, այսպես ենք, չֆիքսվեց, բայց միևնույն է այդ ձայնագրությունները մենք պահում ենք։ Այսինքն այդ ձայնագրությունները հասու են լինելու նաև իրավապահներին։ Այս ընտրապայքարում եւս քաղաքական ուժերը օգտագործեցին քարոզին բնորոշ բոլոր տարբերակները, ինչպես նաև ոչ այնքան ցանկալի տարբերակները, բայց եւ ինչպես հնչեց մեծ քաղաքական բանավեճի ժամանակ, այս քաղաքում կյանքը շարունակվելու է նաև ընտրություններից հետո։ Հրաց Սահակյան, Խան Հովանեսյան, այսօր։ Գյումրու արտահերտ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող տեղական հասարակական կազմակերպությունները թվով 5-ն են։ Ընտրատեղամասերում հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից, նախագահը, քարտուղարը եւ 6 անդամները։ Տեղում կլինեն նաև դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցիչներ եւ վստահված անձինք։ Գյումրու արտահերտ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող տեղական հասարակական կազմակերպությունները թվով 5-ն են։ Ականատես դիտորդական առաքելությունը, անկախ դիտորդ հասարակական դաշինքը, Հայաքվե դիտորդական առաքելությունը, Գյումրու առաջընթաց քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունը, Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպությունը։ Վերջիններս անցել են անհրաժեշտ վերապատրաստումները։ Ընտրատեղամասերում հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից, նախագահը, քարտուղարը եւ 6 անդամները։ Տեղում են նաև դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցիչներ եւ վստահված անձիկ։ Գյումրի 82 փառաքարի 16 տեղամասերի նշանակված հանձնաժողովների անդամների համար անցկացվել է դասընթացներ։ Նախագահ քարտուղարների համար առանձին դասընթաց անցկացվել, որպեսզի իրենց պարտականությունը։ Սարքերի մասնագետների համար անցկացվել է առանձին դասընթացներ։ Այսինքն այն սպասարկող գործառույթ ունեցող անձնակազմի համար անցկացվել է դասընթացներ, 5 դրական դիտորդներ, նաև մոտ 40 դիվանագետներ տարբեր դեսպանատներից այցելուների կարգավիճակում հետևելու։ Մեր դասընթացավարները ուղղակի զգուշացնում են, որպեսզի թաքնված քարոզչական չանեն ուղղակի, որովհետև 21 թվականի ընտրությունների ժամանակ եղել էր, որ քաղաքական ուժի, այսպես ենք այդ վերնաշապիկը, որ քաղաքական ուժի քարոզչական նյութերից էր, իրենց հակը մտել էին տեղամաս, բայց հանձնաժողովի անդամներով չենք ունեցել։ Հանձնաժողովները անցել են վերապատրաստում, մեր գործընկերները կենտրոնական ընտրական հանձնաժողովից այստեղ դասընթացներ են անցկացրել, դա լիցենզավորմանը չի, լիցենզավորմանը առանձին է եղել, ուրեմն դասընթացներ են անցկացրել եւ մի դասընթաց է անցկացրել են միայն նախագահների եւ քարտուղարների համար, այսինքն ոնց որ կրկնակի դասընթաց է եղել, ես հուսով եմ, որ այդ դասընթացները անցել են եւ արձագանքները այնպիսին են, որ բավականին մեր կենտրոնականի ժողովուրդը բավականին գոհացած էր, ասեց, որ մեծամասնությամբ տեղյակ էին, գիտեին։ Նշենք, որ Գյումրու 111236 ընտրողները մարտի 30-ի առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 8-ը հնարավորություն ունեն կատարելու իրենց քաղաքացիական պարտքը։ Նշենք, որ Գյումրիում ամենաքիչ ընտրողների թվով ընտրատեղամասը Շերամի թաղամասում է 31-ի 12 ընտրատեղամասը, իսկ ամենամեծ ընտրատեղամասը Մուշ թաղամասում է 31-ի 14 ընտրատեղամասը։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովանեսյան, այսօր։
Ընտրական գործընթացի թափանցիկությունն ու դրանց ապահովում է համարժեք հսկողությամբ, ինչպես նաև լրատվական դաշտի ազատությունն ու վստահելիությունը առաջացրել են հարցեր եւ մտահոգություններ, ինչպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի, այնպես էլ լրագրողների շրջանում։ Այս խնդիրները քննարկելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպել էր հանդիպում դասընթաց հավատարմագրված լրագրողների համար։ Ընտրական գործընթացի թափանցիկությունն ու դրանց ապահովումը համարժեք հսկողությամբ, ինչպես նաև լրատվական դաշտի ազատությունն ու վստահելիությունը առաջացրել են հարցեր եւ մտահոգություններ, ինչպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի, այնպես էլ լրագրողների շրջանում։ Այս խնդիրները քննարկելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպել էր հանդիպում դասընթաց հավատարմագրված լրագրողների հետ, ովքեր քննարկեցին ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքն ու լրագրողների իրավունքները, ինչպես նաև ընտրությունների ընթացքում առաջիկող խնդիրները։ Հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամները լսեցին լրագրողների մտահոգությունները եւ առաջարկները, որոնք վերաբերում էին ընտրական գործընթացի լուսաբանման հարցերին։ Լրագրողների հիմնական հարցերը վերաբերում էին ընտրախախտումների հայտնաբերմանը, ընտրական միջամտություններին, ինչպես նաեւ այն սահմանափակումներին, որոնք կարող են առաջանալ ընտրական գործընթացի ժամանակ։ Հանդիպմանը խոսվեց նաեւ այն մասին, թե ինչպես պետք է լրատվամիջոցները աշխատեն, որպեսզի ընտրությունների մասին տեղեկատվությունը լինի հստակ, ճիշտ ու հասցեական։ Սրանով հանդերձ լրագրողները կոչ են անում կենտրոնանալ նաեւ ընտրության իրավունքի պաշտպանության վրա, ինչը թույլ կտա նախադրյալներ ստեղծել ավելի թափանցիկ ու անկողմնակալ ընտրական գործընթացի համար։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Մինչ Գյումրեցին ընտրում է Գյումրու ավագանի, ամփոփ մեդիան մշակել եւ պատկերների է վերածել Գյումրու ընտրություններին վերաբերող նախընտրական տվյալները։ Մարտի 30-ին գյումրեցիները կորոշեն, թե որ քաղաքական ուժն է առաջիկա տարիներին ղեկավարելու իրենց համայնքը։ Ամփոփ մեդիան մշակել է Գյումրու ընտրություններին վերաբերող նախընտրական տվյալները։ Եվ այսպես Գյումրեցու ձայնի համար պայքարում է 9 քաղաքական ուժ, 3 դաշինք եւ 6 կուսակցություն։ Գյումրի համայնքի բնակիչներից ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 111236 ընտրող։ Քաղաքական ուժերի նախընտրական ցուցակներում ընդգրկված է 371 տեխնացու, որոնցից 151-ը կանայք են։ Ըստ ընտրական օրենսգրքի ընտրական ցուցակի առաջին համարից սկսած ցանկացած ամբողջ թվով եռյակներում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70%-ը։ Ըստ այդմ բոլոր ուժերը բավարարել են օրենքի պահանջը։ Հատկանշական է, որ որևէ ուժ չունի առաջին համարի կին տեխնացու։ Ըստ ընտրական օրենսգրքի կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության կամ դաշինքի անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել ընտրական ցուցակում ընդգրկված տեխնացուների ընդհանուր թվի 30%-ը։ Տեխնացուների տարեքային տարբերությունը էական մեծ է։ Տարիքով ամենափոքր տեխնացուները 18 տարեկան են, իսկ ամենատարեց տեխնացուն 78 տարեկան է։ Ամենաերիտասարդ թույլատրելի տարիքը ավագանու տեխնացուի համար 18 տարեկանն է։ Մասնակցող 9 քաղաքական ուժերից 2-ի ցուցակներում ներգրաված տեխնացուների կեսը, իսկ 3-ի ցուցակներում շուրջ 60%-ը նշել են, որ զբաղվածություն չունեն։ Ընդհանուր առմամբ ընտրությանը մասնակցող 371 տեխնացուներից 133-ը կամ յուրաքանչյուր երրորդ տեխնացուն չի աշխատում։ Նշենք նաև, որ ավագանու աշխատանքը չի վարձատրվում։ Ընտրությունների օրը Գյումրու 82 տեղամասերը կգործեն ժամը 8-ից մինչև 20:00։ Մինչ նախընտրական քարոզարշավի մեկնարկը այսօր լրատվականը առանձնացրել ու ներկայացրել էր քաղաքի խնդիրները, հաշվի առնելով Գյումրեցու առաջնահերթությունները։ Բարի օր, ես եկել եմ, որ իրար հետ ամփոփենք, որն է Գյումրու թիվ 1 խնդիրը հարցախույզերը։ Մտոնք են վիդեոներն են, նոր կոմենտ կգրեք, թե ինչ ես միկրոֆոնն առը ընկեք խաղքի ճանին։ Եկել եմ ասեմ, որ ինչ կենենք, սաղիս համար կենենք։ Ու որպես սաղի սցենը, մեր թեժ ընտրություններին մասնակցող 9 տեխնացուներին հասցնենք ձեր դարդերը։ Ված բան կենենք, չէ, մենք էլ մեր գործը կենենք։ Գործը սեցի հիշեցի։ Լենագանցի տատիկ պապիկները լեկապրին են հին ու բարի հիշողություններով։ Երբ որ կային գործարաններ, աշխատատեղ, փող ընչի չէ, թմի երբ որ դուրս է իրանց հետ խոսային, առաջին բանն որ իրանք կուզեին դեք աշխատանքն է։ Շատ բան չէ, ապրել ու աշխատել իրանց քաղաքում, չկտրվել ընտանեկան ջերմությունից։ Իդեպ զգացել եք, օրերը տաքցել են։ Դիք կզգանի ծունոտ, այրոպորտի, ավտոկայանի ու մնացած մայլեկը, երբ որ ցան հալոցքներից հետո քարուքանդ փողոցների մեջ ամեն մեկն իր ֆիզկուլտուրայի հմտությունները կզարգացնե։ Դուք համարել սպորտի քաղաք ենք, ամեն մայլա մեջ չեմպիոնամ ունի։ Սա դες ինչ է, Գյումրեցին կուզե ղայդով գլատկի փողոցներ։ Որ ամեն իրան հարգող ասլան մեր ու ձեր վրա չհաճա, Գյումրեցին կուզե համ մարդասեր, համ կենտանասեր քաղաքապետ, որ թափառող շների հարցը անպայման լուծե ու գյումրեցիները հարավոտ շուտ կամ իրիգուն ուշ հանգիստ գործի էշտանու կան։ Գիտեմ, որ քաղաքի լուսավորությունը մինչև ժամը 2-ն է, բայց որ շների հարցը չի լուծե։
Որ մեր քաղաքի բնակիչները չվռազան գործը շուտ ըմպրծնին ու էշտանտուն, կուզեն իրիգունը կոնե մինչև 9 աշխատող ու չուշացող տրանսպորտ, որովհետև ավելի հեշտ է դիմանալ աշխատավարձի ուշացմանը, քան օրինակ 18 համարի։ Գյումրիում ի տարբերություն ավտոբուսների ու սամոլյոտների այդ տարիները կթռնին, ու այդ տարիների ընթացքում Թոմիկների մեր մասը պինդուցիկ իրանց տեղերն են։ Թոմիկի մեջն ապրողն ինչ կուզե, մարտավարի տունուն դուռ։ Իսկ այ արդեն Գյումրու Զիբլնոցին մոդիկ Մուշ ու Բուլվարնի մայլեկը քիչ չադից նորմալ տան մեջ ապրող մարդիկ էլ մաքուր օդ չունին շնչելու։ Էլ չասեմ երեխեքի մասին, ոչ խաղահրապարակ ունին, ոչ է հանգստանալու տեղ։ Հետո եկսեն թե հմիկվասերուն տենջե հեռախոսների մեջ։ Գյումրու խնդիրները շատ են, էլ չասեմ կանաչապատման, մշակութային ու ոչ մշակութային շենք-շինությունների հիմնանորոգումների ու վերանորոգումների, ապօրինի շենք-շինությունների ու մնացած խնդիրները։ Այնքանից են այս քաղաքի խնդիրներն, որ պետք է հերթով գրել թղթին ու փող գտնել դոնք լուծելու համար։ Մենք էլ մեր հերթին փորձեցինք 9 թեկնածուներին հիշեցնենք Գյումրեցու առաջնահերթությունները։ Հարգելի հեռուստադիտողներ, այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր լրատվականն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Նոր ու թարմ տեղեկություններով տեղավորում կլինենք ժամը 10-ին։